Պարոն Խաչատրյան, ուզում եմ հարցնել Վենսի այցից նրա մի հայտարարություն, ուզում անդրադառնանք, խոսեց երբ հարց հնչեց, թե թրիփի ներդրումները ինչքան են կազմելու, ըստ էության ինքը արձագանքեց, ես ուզում եմ կարճ ասել, մեջբերել, որ իր կարծիքով խնդիրը փողը չի, մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ եւ հարցը այստեղ այն է, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի եւ ինքը նշեց մեջբերեմ ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ ընտրություններն են առջևում, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը։ Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան։ Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ եւ այլն։ Հիմա ես դուք լսեցիք իր հայտարարությունը, ես ուզում եմ սրա վերաբերյալ ձեր գնահատականը խնդրում եմ ասեք, պարոն Խաչատրյան, ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ ինչ ազդակներ կա այստեղ։ Եթե կարելի է, ես մի քանի խոսքով անդրադառնամ ընդհանրապես այցին, այնուհետև պատասխանեմ հարցերին, լավ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս չեպազրույցը լիներ Վենսի Բաքու այցելությունից հետո, բայց քանի որ հետաքրքրությունը կա, հիմա խոսենք, հետո առիթ կընձեռնենք։ Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ չէր հանդիպել, հետևաբար Ալիևի հետ ինքը ավելի լուրջ խոսակցություններ ուներ եւ ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան թե ինչ քննարկել է Հայաստանը։ Ինչը զարմանալի չի, որտեղ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ ոչ։ Մյուս այս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց զեղծարարությանը, այդ գործելավոճին։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր, դա երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիևի եւ Փաշինյանի միջև, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքի վրա, հիմա չգիտեմ փոխել են թե չէ, ներկայացնում են, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, տենց պատահական սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում, որտեղ մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր, մի բան է, որ 3 համարժեք ստորագրություն են, մի բան է, որը գրված է, որ Թրամփի վկայությամբ կամ ներկայությամբ են ստորագրել։ Նույնը տեղի ունեցավ 3 այդ ներդրումներ բառի հետ կապված։ Վենսը ներդրում բառ չի ասել, որ հիմա մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից կամ լավ, սենց ասեմ, կանխավարկածը պահելով ազնվության, անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգների 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են ո՞վ է մարդավան վրա 1.7 միլիոն փող է գալիս։ Դրական բան Ամենը խոսը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման, որովհետև ակնհայտ է, որ եթե ատոմակայանը կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի եւ վերամշակված վառելիքը պետք է դուրս տարվի։ Բայց այս իշխանությունների թարգմանությունը գոնե եթերով գնացել է ներդրում։ Ինքը ներդրում բառ չի օգտագործել։ Մյուսը, Վենսի այցելությունը պետք է օգտագործվեր ազգային եւ պետական քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։ Այսօր մենք մեր երկիրը, մեր ժողովրդը ինչ խնդրի առաջ է կանգնած։ Առաջին ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են եւ պետք է դիմել Վենսին խնդրելով ամբողջ ազդեցությունը կիրառել, որ Ադրբեջանը իր զավթիչ զորքերը հանի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ զավթիչները քո տարածքում են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը սահման է խախտել եւ սահմանազատումը այդան գործիքը չի։ Սահմանազատումն ասում են, դե չգիտենք, կամ սահմանները գիտենք, բայց եկեք հարմարացնենք, օպտիմալացնենք կամ վերջնականապես որոշենք 240 կիլոմետրը դա ընդամենը 1 միլիմետր չի կամ 10 մետր չի, որ դու սահմանազատման գործընթացում կարգավորես։ Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Թրիփը երկաթուղին նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռեյլսերը, իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով
կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասք կամ երասքից իջնել մինչև ագարակ։ Եվ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Մյուս խնդիրը Արցախի խնդիրն է։ Ակնհայտ է, որ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատոնդ պահում է եւ դատապարտում է լավ երկար ժամկետներով բանտարկության։ Չնայած հասկանալի է, որ ծմա եւ 20 տարի եւ վերջապես պետք է խնդրել, որ Միացյալ Նահանգները իրենց ազդեցությունը օգտագործեն, որպեսզի մարդիկ ազատ արձակվեն։ Մյուսը Արցախում գտնվող հայկական կրոնական պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քարերի դեմ չի կռվում, Ադրբեջանը կռվում է պատմության դեմ, փորձում է նենգափոխել պատմությունը, քանդելով եկեղեցին, վաղը մյուսերը կարող են ասեն, այստեղ հայկական հետ չի եղել, հայերի քոչվոր են եղել, եկան, անցան, գնացին։ Եվ վերջապես արցախցիների վերադարձի իրավունք, սա մարդու իրավունքների հարց է, մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք եւ ցանկացած ազգային իշխանություն այդ հայցը բարձրացած կլիներ, ինչը վստահաբար որ ոչ, կարող ես շատ բան խոսել, բայց նայած ոնց ես խոսում եւ ինչ բառամթերք ես օգտագործում։ Նույն օգոստոսի 8-ին, երբ Թրամփն ասում էր 23 քրիստոնյա գերիներ, հիշում ենք Փաշինյանի արձագանքը։ Ինչ հավերում է դրական բանին, իհարկե 30-35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, պետք է ցույց է տալիս, որ ամերիկյան հարաբերությունները արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց այցից պետք է ստանալ լավագույն։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։ Այդ հայտարարությունը եւ ինչ մեսեջներ կային այդ։ Ընտրություններով երբ իշխանությունը փոխվի, Միացյալ Նահանգները եւ Միացյալ Նահանգները, բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքները, անկախ նրանից թե ինչ են ասում ընտրություններից առաջ։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները փորձել են Վենսի այցը օգտագործել ներքաղաքական նպատակների համար, նաեւ նենգափոխելով իր խոսքերը։ Դե օրինակ մարդը չի ասել ներդրում, իրանք ասում են 9 միլիարդի ներդրում։ Ինչ են արել, որ մեր քաղաքական օրակարգով են փորձել։ Դա ասկան ամերիկացիները 9 միլիարդի ներդրում են կատարել, մենք լավ ենք ապելու, դա ներքաղաքական ազդեցություն չի ունենալ։ Իմ կարծիքով ունենալ։ Էներգետիկ մասին մի հարց հարցնեմ, այս մոդուլային ատոմակայանների մասին, որ խոսում են, դա մոդուլային ատոմականների մասին, որ խոսում են, դա փորձարկված բան է, եթե Google-ում ես գտնում ոչ մի նորմալ երկիր, դա չի օգտագործել։ Ինչ է դա։ Էներգետիկայի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կան, երբ Հայաստանը միանա Ադրբեջանի էներգետիկ ցանցին, ինչի մասին որ իմ հարցինի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյան, մենք էներգետիկ կախվածության մեջ ենք ընկնելու, հիշեցնեմ Ադրբեջանի էներգետիկ շանտաժը, ոչ թե շանտաժ, Հայաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները, որը պատերազմի եւ հաղթանակի տարիները ցավոք հիմա կոչվում են ցրտի եւ մթի տարիներ, եւ հիշենք Ադրբեջանի էներգետիկ շանտաժը մանավանդ հարավային Եվրոպայի որոշ երկրների նկատմամբ։ Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին, իր գաղափարն ինչ է, փոքր սարքում ես, հետո կցում ես, հետո ավելացնում ես։ Ես միջուկային էլեկտրականների մասնագետ չեմ, չնայած կրթությամբ ֆիզիկոս եմ, բայց գիտեմ, որ դրանք լայնորեն փորձարկված չեն, բայց ճիշտ կլինի դա մասին խոսել մասնագետների հետ, որովհետև մենք ունենք միջուկային անվտանգության վարչություն։ Պարոն Խաչատրյան, այս հետ կապված ներդրում բառի Հարցան աշխատակազմից պատասխանել են, որ թարգմանիչը եղել է ամերիկյան կողմից, հետևաբար դա է այդ գծում, դա ձեզ համոզի չէ, ուզում որ դա միջնավոր չեն արել եւ դիժման չեն ներդրում թարգմանիչ։ Դե կարելի է ուղղել, որ ներդրում բառը չի օգտագործվել եւ ընդունված պրակտիկա է, որ
թարգմանիչներին երբեմն մեղքեր են վերագրում։ Պարոն Խաչատրյան, այդ դեպքում թույլ տվեք հարցնել այդ 4 եւ Արտադրնալ ձեր հարցը։ Դա ընդդիմության կողմից հայտարարություններ եւ գնահատականներ ունեցին, որ դա ուղիղ աջակցություն եւ ներքաղաքական միջամտություն է Հայաստանի ներքին գործերի։ Այս դեպքում էլ այդ հայտարարությանը նույն որակումն եք տալիս։ Նախ ումացներ արժան։ Թուրքիայի արտգործնախարարը երբ որ խոսել է, Նախ Միացյալ Նահանգներ եւ Հայաստան հարաբերությունները համատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չի կարելի։ Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես գրեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին։ Սա խնդիրը դառնում, ասենք Թուրքիայի միջամտությունը ուղղակի պարզ էր գրեհիկ էր եւ գործնական։ Այստեղ Միացյալ Նահանգները ասին, որ իրենք ցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց վստահ եմ, երբ ընտրությունները նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաեւ նոր իշխանություններին։ միջամտություն այստեղ չկա, պարոն։ Ես ասում եմ, մարդը փոխնախագահ իր ցանկությունն է արտահայտել։ Հիմա կարող ենք նաեւ գնահատել ինչ որ մի ձև։ Դիվանագիտորեն ասած ինքը իր դեմ չէ լինի, բայց վստահ եմ, որ եթե փոփոխություն լինի, նույն հաջողությամբ կխոսեն նաև նոր իշխանությունների համագործակցելու մասին։ Չմոռանանք, որ իշխանությունները, Հայաստանի իշխանությունները ինչքան ջերմ էին Բայդենի ադմինիստրացիայի հետ, բայց Օսալիվանի դիտարկմանի պատասխան ինչքան գրեիք պատասխանեց։ Խաչատրյան, ինչ է կարծում, ինչու է իրենց մոտ ձևավորվել։ Չեմ կարող իրենց մոտ ձևավորվածի մասին պատասխանել։ Ինչու են իրենք այն կարծիքին ձեր տպավորություն, որտեղ այստեղ ընդդիմությունն էլ գուցե ունի անելիքը, որ այդ ծրագրերը կարող են շարունակել միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Միայն բառը չի օգտագործվել, բայց այն որ Հայաստանի իշխանությունները, միջազգային հարթակներում մենք մինչև վերջերս երբեք Հայաստանի ներքաղաքական հարցը չէինք բարձրացնում, որովհետև կար պարադիգմա դիկտատորական Ադրբեջան, ժողովրդավարական Հայաստան եւ Արցախի հարցում ակնկալվում էր, որ կլինի միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին, դրա համար մենք չէինք խոսում։ Իշխանությունները, որտեղ նստում էին, թառն առնում եւ սկսում են իրենց գովել եւ փնովել ընդդիմությանը։ Ձեր հարցինի պատասխանը, ես կարծում եմ պետք է ակտիվացնեն շփումները թե Միացյալ Նահանգների, թե այլ գործընկերների հետ մեր դիրքորոշում ավելի հստակեցնելու համար։ Խաչատրյան, նաև 9 միլիարդ է ինչի մասն է։ Ճիշտ Նայեք, խոսքը գնացել է 9 ընկերություններին ամերիկյան, որպեսզի այսքան Հայաստանից պետք է գնանք։ Մի հատ բացատրեք, էլի, այ որպես Տեսեք, 4 միլիարդը խոսքը գնում էր բարձ, վառելիք գնել, շահագործել, հետ ուղարկել։ Այո, միջկային վառելիք, այսքան փողոտուր առ։ Մյուսը 5 միլիարդը դա պոտենցիալն է, բայց հիմնականում խոսքը գնում էր ատոմակայանի մասին։ Դեր գործընկերը որ հարցեց մոդուլար ատոմակայանի մասին, իմ սուբյեկտիվ ընկալումով խոսքը գնում էր թե ինչքան կարժենա այդ ատոմական կառուցելը կամ լավ էներգետիկ ոլորտում համագործակցությունը, բայց Վենսը չի ասել, որ Միացյալ Նահանգների մասնավոր ընկերությունները ներդրում կկատարեն 5 միլիարդի։ Լավ, այսքան կստեղծեն 5 միլիարդի արտադրամիջոցներ, կստեղծեն 5 միլիարդի նոր աշխատատեղեր եւ այլն։ Հին ատոմականը նորով փոխարինելու խնդիրն է գալիս։ Բայց փողը, այո, փողը Հայաստանը պետք է վճարի։ Իհարկե Հայաստանը պետք է վճարի, բայելով դա մարդասիրական օգնություն չէ, դա տեխնիկական աջակցություն չէ, դա պարզ բիզնես գործ էր։ Պարոն Խաչատրյան, Իդեպ կներողություն եմ խնդրում, նույն անալոգիան ունենք ինչ որ բանը, դրոնները, անօդաչու թռչող սարքերը։ Իհարկե շատ լավ է որ գնել են, հետո խուզելու։ պետք է գնեն դեռ, Ես մասնագետ չեմ դրա։ գնեն դեռ։ Պետքա գնեն, այո, բայց Միացյալ Նահանգները էական ռազմական աջակցություն է ցույց տալի Ադրբեջանին։ Իհարկե ասում են դա Իրանի դեմ է ուղղված, բայց ամեն դեպքում ստեղ էլ մենք պարիտետը չենք տեսնում եւ դա համար է ասում։ Բաքու կատարած այցից հետո ավելի բարձ կդառնա։ Դե ձեր ակնարկը բա խաղաղություն է, դուք էլ ծիծաղեցիք, ես էլ, որովհետև չի կարող լինել խաղաղություն, եւ ճշնամին քո տարածքում է անընդհատ միջամտում է քո ներքին գործերին։ Բայց իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, ասկան Վենսը չի ասել, որ մենք պատրաստ ենք աշխատել։
Պարոն Խաչատրյան, TRIP-ի հետ կապված քննարկումները Ռուսաստանում շարունակվում են եւ Ալեն Սիմոնյանն էլ քիչ առաջ ասաց, որ այնտեղ եւս խոսվել է այդ մասին, երբ ինքը Ռուսաստանում է եղել, եւ հիմա Ռուսաստանի փոխարտգործ նախարարը կրկին խոսել է այդ մասին եւ ասել է, որ պետք է իրենք մասնակցություն ունենան, որդակցություն անեն, քննարկեն այս թեմաները, արդեն երրորդ անգամ հարցը հնչում է իրենց կողմից։ Այսինքն այս հարցում համաձայնության չեն գալիս եւ իշխանությունն ասում է մենք չենք պատկերացնում, թե Ռուսաստանը ինչպես պետք է ներգրավված լինի։ Խնդիրը տեսեք ինչու՞մ է, որպեսզի ենթակառուցվածքը լինի ոչ թե կռվախնձոր, այլ միավորող գործոն, շահագրգիռ կողմերը պետք է ենթակառուցվածքում ներգրավված լինեն։ Եվրամիությունն էլ էր հայտարարել, որ իրանք ցանկանային մասնակցել, բայց պատասխանը մենք տեսանք։ Հայաստանի իշխանությունները միշտ կարողացել են Իրանի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ, նույնիսկ Միացյալ Նահանգներ Իրան հակասությունների ամենագագաթնակետից։ Ստեղ մենք դա չենք տեսնում, մյուս խոսակցությունը, որը կար, դա Իրանի հետ առևտրի պատճառով մաքսատուրքերի բարձրացումն է։ Ակնհայտորեն դիվանագիտական այդ ճակատի վրա ձախողել են։ Մյուսը Ռուսաստանի ներգրավվածություն, Իրանի, Չինաստանի եւ այլն, դա առաջի հարցից պատասխանի տրամաբանության մեջ պետք է նայել։ Եթե խոսքը գնում է Տրանսկասպյան միջանցքին կամ Միջին միջանցքին միանալու մասին, որի նախաձեռնությունը Չինաստանն է պատկանում, գիտեք, Չինաստանից դեպի Եվրոպա եկող 3 միջանցք պետք է հյուսիսայինը Ռուսաստանով, միջինը եւ հարավային։ Այդ դեպքում կարծում եմ, որ մյուս շահագրգիռ կողմերը նույնպես պետք է ինչ-որ չափով մասնակցություն ունենան, այլապես խնդիր ենք ունենա։ Նույնն էլ ատոմակայանի հետ կապված, էլի Գարուզին ասել է, որ մենք պատրաստ ենք արագ, այսպես ասած, այդ աշխատանքները սկսել, վերակառուցման եւ այլն։ Տեսեք, ատոմակայանը ինքը տեխնիկական, միայն տեխնիկական խնդիր չի, էլի որ ես ասում եմ, ես մոդուլային ատոմակայանների մասնագետ չեմ, դա նախ եւ առաջ ատոմային էներգետիկա ունեցող երկրները էլիտար ակումբի անդամ են դառնում եւ մենք չենք կարող մեր տեղը այդ էլիտար ակումբից զիջել, մյուսը զուտ պրագմատիկ նպատակներով արևը ինչ խնձում է սարա, միևնույն է ատոմականից գալիս է մեր էներգետիկայի 40%։ Հիմա մառախուղը վստահ եմ արևային կանոնները շատ քիչ զորությամբ են կարողանում էներգիա գեներացնել, այնպես որ ես լսել եմ խոսակցությունները, մեզ պետք չի վտանգավոր այն Խաչիկ Ստամբուլցյանական ոճով թագեցնալը։ Չեն կարող դա չունենալ։ Մյուս խնդիրը պետք է համապարփակ կոմպլեքս նայեն։ Վարելիքը ստացար, վերամշակեցիր, հետո ինչ ես անելու, ով է տանելու, ուր են տանելու, ինչպես են տանելու։ Եվ սա արտաքին քաղաքականության խոշոր գործիք է, խոշոր գործոն է, որը համապարփակ պետք է քննարկվի եւ տեսնել ազգային անվտանգության եւ բարեկեցության տեսանկյունից որ տարբերակն ավելի է։ Ռուսական ատոմականները կառուցում են ամենտեղ, Իրանի տարբերակը կա Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մի հատ կառուցում է, մի հատ էլ էին ասում պետք է կառուցենք, սա շատ ավելի բարդ վերլուծությունների խնդիր է, բայց այդպես բարդ չի։ Բայց ասեմ, մոդուլայինները իրանք շատ փորձարկված չեն, դեպքում մենք ունենք փորձարկված։ Եթե այս թեմաները սպառվել են, ես այլ թեմայով եմ ուզում հարց տալ։ Եվրոպական կողմը Ռուսաստանի համար հերթական պատժամիջոցների փաթեթն է մշակում, եւ եթե դրանք ուժի մեջ մտնեն, դա նաեւ ներառելու է Հայաստանում գործող Յունիբանկը, սա ինչ խնդիրներ կառաջացնի ձեզ Հայաստանի տարբեր կազմակերպություններ են, չէ, եւ պատժամիջոցների տակ ընկել։ Նաեւ հանքարդյունաբերության բնագավառի կազմակերպություններ են պատժամիջոցների տակ ընկել, այստեղ Հայաստանը մտել է խաղի մեջ, որը կարող է համ շահի, համ կորցնի։ Վերջիվերջո մեր այս տնտեսական աճը, որը մենք արձանագրեցինք 22-23 թվականներին, ինքը բացառապես ռուսական պատժամիջոցներով է պայմանավորված եւ այս ահռելի պետական պարտքով, որ կառավարությունը շալակել է, որը վճարում ենք մենք, մեր սերունդը, այլ ոչ թե ապագան։ Աշխատած 3 դրամից մեկը գնում է պարտքի սպասարկմանը։ Այնպես որ պետք է պատրաստ լինես նաև պատժամիջոցների։ Դրանից խուսափելու համար պետք է ունենաս կայուն տնտեսություն, որը զարգացման սեփական պոտենցիալ ունի եւ ինքը կարողանա ապահովի քո երկրի տնտեսական զարգացումը, այլ ոչ թե արտածին պատահական գործոններով պայմանավորված։ Պարոն Խաչատրյան, երբ ասում եք ամերիկյան կողմը Իրանի հետ առևտուրը, այսինքն մաքսատուրքերը բարձրացնելու բան, դա Հայաստանին էլ է վերաբերելու։ Դե կարծում կար այդ լուրերը կային, որ եթե այն երկրները, ովքեր Իրանի հետ
առևտրով են զբաղված, ասկին Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք, իրենց մաքսատուրքերը 15-ից 20%-ով պետք է բարձրացվեն։ Լուրերը կան, չդանարվում են։ Շրջանակներում ինչ որ ապրանքներ Հայաստանի տարածքով մտնում են ԵԱՏՄ անդամ այլ երկրների։ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, այո, բայց միևնույն դա էլ է խնդիրը։ հիմա երկկողմանի, ասկան Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, բայց կարող է Տաջիկստանը կամ լավ, չգիտեմ, Ղազախստանը ոչի բան չի ծախում դրան, Հայաստանը վաճառում։ Այնպես որ ԵԱՏՄ-ն էս չի, որ կամ բոլորը ԵԱՏՄ-ով պետքա պատժվեն կամ ոչ ոք, չէ, չեմ կարծում։ Կոնկրետ Հայաստանը նաև սահմանում է, չէ, սա էլ է։ Պարոն Խաչատրյան, ներքաղաքական օրակարգի վերաբերող հարց, առաջիկա խորհրդարանական ընտրություններ են, խնդրում եմ ասեք, դաշնակցությունը արդեն սկսել է կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ, նախընթաց շրջանում, այո, հայտարարվեց, որ սկսել եք հանդիպումներ, քննարկումներ, խնդրում եմ ամփոփեք այս պայդրությամբ, որ քաղաքական ուժերի հետ եք համաձայնության եկել հնարավոր դաշինքով ընտրություններին մասնակցել։ Կա Դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի որոշումը, որի մասին վստահ եմ տեղյակ եք, կան կոնսուլտացիաներ, ավելի մանրամասն ես կառաջարկեի գերագույն մամնին դիմել, որովհետև դա գերագույն մամնի լիազորությունների հարց է, ես շարքային կուսակցական եմ։ Կարող եմ Կոմիտաս խմբի, կարող եմ մեր խմբի մասին դες պատմել։ Այս պայդրությամբ հստակ է, որ դաշինքով եք մասնակցելու։ Այո, Դաշնակցությունը կոչ էր անում մասնակցել խոշոր դաշինքներով եւ Դաշնակցությունը անում է այն, ինչը կոչ է անում անել ուրիշները։